Բարև ձեզ, կառավարությունը ունի նոր որոշում պարզեցնել կենսաթոշակի նշանակման ընթացակարգերը։ Սպասվող նորությունների մասին սոցիալական հարթակի տաղավարում այսօր զրուցելու ենք կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամակավճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Գալստյան։ Ունենք փոփոխություն, որը ցանկացած պարագայում քաղաքացու սրտով է քիչ փաստաթուղթ ներկայացնել։ Կխնդրեմ մանրամասնեք ինչն է փոխվելու։ Իրականում ունենք իրողություն քաղաքացու սրտով, որ ավելի քիչ փաստաթղթերի հիման վրա մենք կենսաթոշակի իրավունք ենք որոշել, այսինքն կենսաթոշակ ենք նշանակելու եւ վճարելու։ Խնդիրը նրանում է, որ գործնականում ոչ այնքան կրճատվում է քաղաքացու կողմից ներկայացնող փաստաթղթերի ցանկը, որքան կրճատվում է վարչարարության համար հիմք ընդունող տվյալների կազմը։ Իսկ եթե մի քիչ ավելի բացենք մասնագիտական լեզվից, դարձնենք ավելի այսպես հասկանալի լեզվի, կենսաթոշակ նշանակելու համար մանավանդ 92 թվականից մինչև 2004 թվականը մեր խոցելու ժամանակահատվածը աշխատանքային գրքույկի հետ միասին պետք է ունենալ, հավաքագրել, ապահովագրել տեղեկատվություն այն մասին, որ 92-ից 2004 թվականին աշխատանքային գրքույկի զուգահեռ արկա գրառումներից բացի արկա է տեղեկատվություն այն մասին, որ անձը ստացել է աշխատավարձ կամ գործատուն նրա համար կատարել է սոցիալական վճար։ Խնդրահարույց այս վերջին կտորն է, այսինքն այսպես թե այնպես քաղաքացիներն իրենց աշխատանքային գրքույկները պահպանում են։ Խնդրահարույց է ստանալ տեղեկատվություն այն մասին, որ քաղաքացին կամ ստացել է աշխատավարձ կամ նրա համար վճարվել է սոցիալական վճար։ Ինչու է խնդրահարույց։ Մի պարզ պատճառով տեղեկատվությունը պահպանված չէ։ Գործատուներն իրենց հերթին այն ժամանակ անձնավորված հաշվառում չի տարվել, այսինքն պետական մարմինների կողմից անձնավորված հաշվառում չի եղել, եւ այստեղ մենք ունենք տեղեկատվական բազ։ Մեր հիմնական տեղեկատվական բազան ազգային արխիվն է եւ իհարկե գործատուները, որոնք իրավահաջորդությամբ գուցե փոխանցել են եւ պահպանել են այդ տարիների փաստաթղթերը։ Երկու դեպքում էլ հասկանում ենք, որ փաստաթղթերը պահպանվելու հնարավորությունը այդպես շատ մեծ չի եւ մենք այստեղ ունենք խնդիր։ Ինչու 2004-ը եւ ոչ 5-ը, 6-ը կամ ավելի ցածր ժամանակահատված, որովհետեւ 2004 թվականից հետո արդեն մենք ունենք անձնավորված հաշվառման բազա։ Այսինքն պետական մարմինը վարել է տեղեկատվական բազա, որտեղ շատ հստակ նշված է այսինչյան այնինչը 2005 թվականի մարտ ամսին այսքան աշխատավարձ է ստացել, այնքան սոճվճար է կատարվել։ Եվ այդպես ամբողջ 2004-ից մինչև 2012 թվականը։ Այսինչյան այնինչի մասին տեղեկատվությունը 12 թվականից հետո արդեն մենք վերցնում ենք հարկային մարմնի տեղեկատվական բազա։ Իսկ խնդիրը այստեղ մենք չունենք։ Կոնկրետ ժամանակահատվածում է եղել խնդիրը, այ ժամանակահատվածը 92-ից 2004 թվականն է։ Մեր կառավարության որոշմամբ փորձել ենք այս օրենսդրական պահանջը, իհարկե օրենքով ունի կառավարությունը այդ լիազորությունը, փորձել ենք թեթևացնել այն դեպքերը, եւ այս տեղեկատվությունը, այս տվյալները չպահանջենք։ Իրականում որևէ աշխատող հաստատ չունի իր մոտ տվյալ, որ գործատուն իր համար սոցիալական վճար է կատարել, որովհետև դա գործատու պետություն փոխհարաբերություններ են։ Որևէ աշխատող չունի իր մոտ, որ գործատուն իրեն աշխատավարձ է վճարել, այս տեղեկատվությունն էլ գործատուի մոտ կամ գուցե ազգային արխիվում պահպանված լինի։ Այսինքն այստեղ խնդիրը գալիս է նրան, որ մենք ավելի քիչ տեղեկատվական բազաներից օգտվելով փորձում ենք որոշել իրավունքը։ Դա ինչի հիման վրա ենք որոշում։ Աշխատանքային գրքույկի։ Փաստորեն ստացվում է, որ կոնկրետ ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատելու համար միակ պահանջվող փաստաթուղթը կլինի աշխատանքային գրքույկը եւ ընդլայնվել է կազմակերպությունների ցանկը, որտեղ եթե քաղաքացին աշխատել է այդ տարիներին, միայն աշխատանքային գրքույկով այդ ստաժը կհաստատվի։ Հիմա ուզում եմ հարցնել, ինչպես է այդ ցանկը կազմվել, ինչ մոտեցումներով։ Ենթադրությունն է եղել, այսինքն ենթադրվել է, որ այդ կազմակերպությունները նշված տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։ Չեմ համարձակում ասել մշտապես գործունեություն են իրականացրել, որովհետև բոլորս էլ ովքեր այդ տարիներին ապրել մութ տարիները, կհիշեն, որ այնուհանդերձ կային, որ չէին աշխատում, որ փակ են լինում կազմակերպություններ եւ այլն, բայց մենք ընտրել ենք այն կազմակերպությունները, որոնք հիմնականում աշխատել են։ Դե պետական մարմինները հասկանալի է։ Առողջապահական կազմակերպությունները, ըստ ումա որևէ մեկը չի հիշի մի դեպք, որ գնացել է պոլիկլինիկա կամ հիվանդանոց եւ բժիշկը փակ եղել չեն աշխատել։ Այսինքն ընտրել ենք լաբորատորիաներ, ուսումնական հաստատություններ,
կհիշի մեկը, որ գնացել է բուհ դասի եւ ասենք բուհը փակ է եղել, որովհետեւ եւ այլն։ Այսինքն ընտրել ենք այդ կազմը, բանկերը, ֆինանսավարկային կազմակերպությունները, այնտեղ այն ժամանակ հիմնականում բանկերն էին, որոնք էլի գործել են մշտական գործունեություն, ապահովել են հասարակությունում դրամաշրջանառությունը։ Ընտրման սկզբունքը սա է եղել։ Ընտրել այնպիսի կազմակերպություններ, որոնք այդ տարիներին, չնայած տնտեսական դժվարություններին, այնուհանդերձ գործունեություն իրականացրել են իրենց աշխատանքի բնույթից, բովանդակությունից, հասարակական պահանջից ելնելով։ Ցանկը կարծում եմ վերջնական չի լինի։ Այսինքն մենք այդպեսի ցանկ ունեցել ենք, պարզապես ընդլայնվել է։ Մենք ունեցել ենք, ասենց էլի կամած փոքր քայլերով առաջ գնացինք, որովհետև այնուհանդերձ դա իր մեջ ռիսկ է պարունակում, որովհետև այն ժողովրդի ասած թաց ու չոր խառնվելու հնարավորություն կա։ Եվ մենք առաջնորդվել ենք տանով, որ գերակշիռ մասով գոնե թե գլուծենք այն քաղաքացիների հարցերը, ովքեր իսկապես աշխատել են այդ տարիներին։ Սկզբում փոքրիկ քայլ արեցինք, վերցրեցինք շրջխորհուրդների, քաղաքսովետների աշխատանքային ստաժերը, որտեղ միանշանակ իրենք աշխատել էին։ Հետո դրան ավելացրեցինք մասնակի կենսաթոշակի իրավունք տվող կազմակերպություններ։ Դրանք հիմնականում դպրոցներ են, քոլեջներ են, ուսումնարաններ են, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն էին։ Այսինքն սա հերթական խմբագրումն է։ Սա հերթական էր, ես կասեի վերջնականը չէ։ Համարձակ էր, որովհետև ցանկը շատ ընդլայնվեց, եւ իսկապես մեր իրավագիտար պրակտիկայից ելնելով նաեւ ընդլայնվեց։ Ասել որ ցանկով այսքանով կբավարարվենք, ճիշտ չի, որովհետև իրավագիտար պրակտիկան ցույց կտա այսպես անդադ ուսումնասիրություններ, թե ել որ կազմակերպությանը կարելի է միացնել այս ցանկին, որպեսզի այստեղ միայն քաղաքացու խնդիրը չի, նաեւ կենսաթոշակ նշանակող մասնագետի գործն է հեշտանում, չի հեշտանում, պարզեցվում է ընթացակարգը։ Տիկին Գալստյան, իսկ այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակ են ստանում, բայց այդ տարիների ստաժը կորցրել են, այս փոփոխությունից հետո ունեն հնարավորություն դիմել եւ վերահաշվարկ կատարվի։ Գործնականում այդ ժամանակահատված ուղղակի չի հաշվառվել նրանց ստաժում, որովհետև կենսաթոշակը նշանակելու պահին գործող օրենսդրությամբ նախատեսված չի եղել այս թվիթը։ Ինչ կարող են անել մեր քաղաքացիները։ Դիմում են ցանկացած տարածքային բաժին վերահաշվարկի համար եւ տարածքային բաժինը արդեն կնայի, եթե կազմակերպությունը այնպիսին է, որ ընդգրկված է այս ցանկում, միանշանակ կվերահաշվարկի։ Ուղղակի նշեմ, որ վերահաշվարկը կատարվել է դիմելու ամսվա հաջորդող ամսվա 1-ին։ Այսինքն, եթե այսօր վաղը մեկը դիմեց նոյեմբերի 30-ին, ինչ որ մեկը դիմեց, որպեսզի կենսաթոշակ վերահաշվարկեն, նրա կենսաթոշակը կվերահաշվարկվի դեկտեմբերի 1-ից։ Դեկտեմբերին դիմեց հունվարի 1-ից։ Ուղղակի սա մեր քաղաքացիներին նկատի ունենան։ Հետադարձով չի կարող վերահաշվարկվել, որովհետև նախկինում այս կարգավորումը գոյություն չի ունեցել։ Իսկ օրենքի համաձայն, երբ որ անձը դիմում է վերահաշվարկի համար, ապա նրա կենսաթոշակը վերահաշվարկվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի հաշվարկմանը, մինչև հիմա դա ինչպես է կարգավորվել, այսուհետև ինչպես է վերանայվում։ Այո, նման խնդիր նաև այս դեպքում ունենք։ Այստեղ խնդիրը նույնն է գործնականում, որ բացառապես արխիվային փաստաթղթեր պահպանված չեն։ Ես կասեի շատ քիչ են պահպանված, համարյա պահպանված չեն։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետություն տարածքում իրականացրած գործունեության, որ դեպքում գոնե քիչ թե շատ արխիվներ այնուհանդերձ պահպանված են։ Այս դեպքում լուծումը տվել ենք շատ ավելի պարզ։ Մինչև 2014 թվականը, այսինքն 13 թվականը ներառյալ, աշխատանքային ստաժը, Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը կհաստատվի բացառապես աշխատանքային գրքույկով կամ աշխատելու վերաբերյալ փաստաթղթերով։ Այսինքն այս դեպքում չեն պահանջվի ոչ սոցիալական վիճակ կատարած լինելը, ոչ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր։ Բացառություն կազմեն այն քիչ դեպքերը, որոնց մասով մենք ստացել ենք արխիվային տեղեկատվություն, մեզ փոխանցվել է արխիվային տեղեկատվություն։ Այդ դեպքում ընդհանուր կարգով, այո, կնայենք նաև իրենց սոցիալական վիճակն ու աշխատավարձ ստանալու հանգամանքները։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերելու է զինվորական ստաժի հաշվարկմանը, ինչ նոր կարգավորումներ են գործելու։ Նոր կարգավորումները ավելի շատ միջազգային համաձայնագրերի փոփոխությունից բխող համաձայնագրեր են, անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է զինծառայության առանցին համաձայնագրեր, որոնց տրամաբանությունն այն էր, որ համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետություն
ընդունում է մյուս պետության տարածքում զինվորական ծառայության ստաժը, եւ եթե անձը կբնակվի իր տարածքում, ապա կվճարի նաեւ այդ ժամանակահատվածի համար։ Ասենք եթե ինչ-որ մեկը Հայաստանի Հանրապետությունում ծառայել է ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում օրինակ, եւ տեղափոխվել է բնակվելու ապահայտ համաձայնագիրը ստորագրած որևէ պետություն, ապա Հայաստանի Հանրապետությունում ծառայած ժամանակահատվածը հաշվի էր առնվում ավելի ճիշտ այս համաձայնագրից դուրս եկած պետությունների դեպքում եւ իրավունքը որոշելիս եւ կենսաթոշակի չափը հաշվարկելիս։ Վերջին տարում համաձայնագրից դուրս եկան Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Ընդ որում դուրս եկան այն տրամաբանությամբ, որ այլևս որևէ ստաժ իրենք չեն ճանաչում։ Բնականաբար պետք է մենք էլ չճանաչենք իրենց ստաժը։ Մինչև հիմա այսինքն դա ճանաչվել է։ Մինչև հիմա ասենք, եթե որևէ մեկը ազգությունը կարևոր չի, քաղաքացիությունը կարևոր չի, եթե ինչ-որ մեկը ծառայել էր օրինակ Ռուսաստանում, վերադարձել է, հետո եկել էր Հայաստանի Հանրապետությունում էր բնակվում, Ռուսաստանի ստաժը հաշվարկվում է։ Ռուսաստանի ստաժը ինքը կարող է նույնիսկ հայկական ստաժ ընդհանրապես չունենալ։ Հայաստանում ընդհանրապես ծառայած չլիներ։ Կգար մենք Ռուսաստանում ծառայած ստաժով, ԽՍՀՄ ստաժով կհաշվարկենք, եթե մեր օրենսդրությամբ սահմանված պահանջներին կբավարարեր, կնշանակենք եւ կվճարենք կենսաթոշակ։ Արդեն հիմա, երբ որ Ռուսաստանը դուրս եկել համաձայնագրից, մենք այդ ստաժերը հաշվի չենք առնի։ Մենք որևէ պարտավորվածություն այլևս որպես կողմեր հանդեպ չունենք։ Եվ մեկ կարծում շատ սպասված փոփոխություն է նաև նախատեսվում, որը կվերաբերի այն դեպքերին, երբ քաղաքացու անձնագրային տվյալներում եւ աշխատանքային գրքույկի տվյալներում կան անհամապատասխանություններ, անվան, ազգանվան կամ գուցե հայրանվան, տառային վերջավորությունների։ Մինչև հիմա ինչպես է նման դեպքերում իրավիճակը կարգավորվել եւ այսուհետև ինչ փոփոխություն է նախատեսվում։ Իհարկե դա շատ կախված է թե ինչ փոփոխություն կլինի։ Գուցե զավեշտալի հնչի, բայց երբեմն մեզ հանդիպում են աշխատանքային գրքույկներ, որոնք էականորեն տարբերվում են անձնագրային գրքույկից։ Հարցնում ես հեչ նման չեն, էլի, ասենք միտեղ Աննա, մյուստեղ Մարին է։ Ոչ տարադարձություն կա, ոչ վրիպակ կա, ոչ իմ բան չկա։ Այսինքն լրիվ տարբեր անուններ են։ Տարբեր են։ Որ ասում ես, դա ինչի է սա, ասում մեր գյուղում ինձ այդպես էին ասում։ Այսինքն աշխատանքային գրքույկը լրացնելուց այդ լրացնողը ինչպես գյուղում ասել են կամ իրենց բնակավայրում ինչպես ասել են, նույն ձևով լրացրել է առանց անձահաստատող փաստաթղթի տվյալներն ուսումնասիրելու։ Այս դեպքում մենք մեր քաղաքացիներին ոչինչով օգնել չենք կարող, որտեղ իսկապես պիտի փաստել, որ այդ Մարինեն եւ Աննան նույն անձիկ են, ինչքան էլ որ անունը եւ ազգանունը եւ հայրանունը նույնը լինեն։ Այս դեպքում անձը ստիպված պիտի լինի ընթացակարգերով հաստատել, որ այդ փաստաթուղթը պատկանում է իրեն։ Այսինքն, այստեղ մենք որևէ բանով օգնել չենք կարող։ Բայց այն դեպքում, երբ որ միտեղ գրված կլինի մի տարբերություն կամ վերջավորություն, հա, կամ երբեմն հայք, գայք, ինչ որ ռուսերենի, հայերենի ինչ որ տարբերություններ են լինում, մեկը որոշում է, որ ԴԹ-ի ուղղագրության կանոններով, այս մեկը თ-ով է գրվում, բայց անձնագրում դ-ով է գրված։ Այս դեպքերում միտեղ գրիգոր է, միտեղ գոքոր է։ Իսկ տրամաբանությանը մոտ սխալներ։ Այսինքն, հա, այդպես նաև մենք ստուգում ենք, որ այն մի տվյալներով անձ բնակչության պետրեգիստրում չկա, այսինքն այդպիսի մարդ գոյություն չունի, եւ այդ դեպքում ընդունում ենք փաստաթուղթը առանց լրացուցիչ վավերացումների։ Բայց մինչև հիմա այդ վավերացումները պարտադիր են եղել նույնիսկ 1 տարի դեպքում։ Մի տարի տարբերության պարագայում մենք պահանջում ենք, որպեսզի անձը հաստատեր, որ փաստաթուղթը իրեն է պատկանում։ Շատ լավ։ Եվ վերջում թերևս կարծում եմ կենսաթոշակային տարիքին ընդառաջ եկող քաղաքացիների համար արժի հիշեցնել, երբ պետք է դիմել, ուր պետք է դիմել եւ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։ Կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել 63 տարին լրանալուց հետո։ Եթե լրանալուց հետո դիմում են 3 ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակում է հենց լրանալու օրվանից։ Ինչ փաստաթուղթ պիտի ներկայացնել։ Բնականաբար անձահաստատող փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ, արկայության դեպքում զինվորական գրքույկ, եթե երեխաների ծնվելու ժամանակ չեն աշխատել, երեխաների ծննդյան վկայական, արկա ուսուցմամբ սովորելու պարագայում նաև դիպլոմը, արկա ուսուցման դիպլոմը։ Այսքան փաստաթղթերը բավարար կլինեն, որպեսզի աշխատանքային ստաժը հաշվարկվի եւ կենսաթոշակը նշանակվի։ Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։
հարցը։ Եթերում սոցիալական հարթակներ կհանդիպենք։